Գրչի տեսքով ներարկիչներ ու ինսուլինի անալոգներ աշխարհում տարածված, բայց Հայաստանում նոր մեթոդներ դիաբետը բուժելու համար։ Կառավարությունը հաստատել է առաջիկա 5 տարիների ծրագիրը առաջին տիպ շաքարախտ ունեցող երեխաների ու 18-ից 22 տարեկան երիտասարդների համար նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ։ Ինսուլինի այս տեսակը գրեթե նույնն է, ինչ արտադրվում է օրգանիզմում։ Անալոգը շատ շուտ է սկսում ազդել։ Եվ ներարկումից հետո անհրաժեշտություն չկա սպասել կես ժամ, 20 րոպե, կես ժամ, որպեսզի ինսուլինը սկսի ազդել, նոր սնունդ ընդունենք։ Ինսուլինի անալոգները մի քանի առանձնահատկություն ունեն, դրանք կանխարգելում են դիաբետի սուր եւ քրոնիկ զարգացումը, կարելի է ներարկել հագուստի վրայից, անվնաս են ու հարմար։ Թույլ է տալիս կարգավորել երեխայի սննդային գրաֆիկը, այսինքն կարելի է ներարկել եւ սնունդ ընդունելուց առաջ եւ սնունդ ընդունելուց հետո։ Դիաբետիկների կյանքի որակը լավացնելու քայլերից մեկն էլ գրիչ ներարկիչներն են։ Դրանք անցավ են։ Ներսում տեղադրված քարտրիջի շնորհիվ հիվանդը ստանում է ճշգրիտ դեղաչափ։ Քարտրիջում եղած ինսուլինի ավելցուկը ժամկետային սահմանափակում չունի։ Ավանդական սրվակը պահպանում է որոշակի պահպանման ժամկետ եւ պայմաններ։ Գրիչների դեպքում սա չկա եւ ինսուլինը առավելագույնս օգտագործվում է բացառելով կորուստները։ Նախարարության ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանում բացել շաքարախտով հիվանդների ռեեստր ու մանկական կլինիկաներում դիաբետի 4 դպրոց։ Մասնագիտացված կենտրոններն առաջին այցելուներին կընդունեն առաջիկա 1 տարվա ընթացքում։ Աիդա Կարապետյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։